2008-ի կապված 2008-ի արտակարգ դրություն մտցնելը բացառապես նախագահի վերաշնորհ է սահմանադրությամբ տրված պատգամավորներ չեն կարող կրկնել։ Խոսքը այլ հայտարարություն ազգային ժողովի հայտարարությունը քաղաքական իրավիճակի քննարկումների վերաբերյալ հետևաբար քվեարկությունը 2008-ի արտակարգ դրության մասնակցելու չէ, վիճակի չէ պատգամավորները նախագահի վերաշնորհը։ Պարոն Մերկումյան, դուք նշեցիք, որ այդ որոշակի լարվածությունը ներմիջև սեպտեմբերի 23-ը վերադառնալու բնական աշխատանքի, այս կարելի է ենթադրել, որ Երևանի ավականուն հայտնելու դեպքում հնարավոր է քաղաքացիական պայմանագիրն ու ԲՀԿ-ն կոալիցիա կազմեն եւ առնվազն ոնց է դիտարկում այսքանից հետո շարունակել կոալիցիան գործընկերների։ Շատ բարի։ Նախ եւ առաջ սպասենք ընտրությունների արդյունքներին, նախորդ եղանակի կանխատեսումների ես միշտ ասել եմ, չեմ սիրում, կլինի կոալիցիա թե չէ ավականին, կյանքը ցույց կտա, կամ ինչ իրավիճակ կլինի, սա մեկ, եւ երկրորդ, գիտեք ինչ, մենք պետք է սովորենք, որ մրցակցային պայքար իրականացնելը նաեւ ոչ ստանդարտ իրավիճակներ է ծնում եւ ձևավորում, եւ ազդվել անընդհատ, որ այսինչ է այսպես ասեց հենց նոր այսպիսի ինչ-որ մի բան ասեցին, համարժեք կարող ենք արձագանքել եւ պետք է առանձնացնել երկու բան, այդ ինչ-որ ասվում է, դա անձնական կարծիք է, թե քաղաքական ուժի պաշտոնական կարծիքն է։ Կարծում եմ, որ պաշտոնական կարծիքներ չեն հայտնել, որ ուրեմն քաղաքական ուժերը նստել են, քննարկել են իրաց խորհուրդներում, ղեկավար մարմիններում, որոշել են հայտնել այսպիսի կարծիք։ Մրցակցային ուրեմն իրավիճակ է ընթացիկ եւ տարբեր պրիոմներ, տարբեր ձևի գործիքներ կարող են օգտագործել, որպեսզի կարողանան դիվիդենդներ շահեն, որպեսզի իրար հակադարձեն, փորձեն, բայց մենք իհարկե կողմնակից ենք, որ հստակ առանց կեղծ ցեղ շպրտելու մարդկային պետք է անի։ Նույնիսկ եթե դու ինչ-որ մի հատ պրիոմ ես գործադրում, պետք է մարդկային մի որոշակի պլանկա ես նշածովից ներքև չիջնես, որ անձնական վիրավորանքներ չլինի։ Նորից եմ կրկնում, բացարձակ անընդունելի է նաև Ռազորյանի նկատմամբ սոցիալական ցանցերում այն կեղտոտ պրիոմները։ Իրեն շարունակվում է թե ավելի։ Կարծում եմ, որ ոչ, հիմա շարունակություն չպետք է ունենա, ես ինչքան նայում եմ, չկա, չեմ տեսնում այս բանը, բայց լրիվ անընդունելի է եւ իրանք իրենց պատասխանները ստացան։ Ինչ վերաբերում է այսքանից հետո ինչ ա լինելու, ել եմ կրկնում, այսքան այնքան չկա, կա ուրեմն հնարավորությունների քաղաքականություն ոնց որ ասում են։ Երեք տեղեկություն սեպտեմբերի 23-ից հետո Հարկավաճ Հայաստան Ոչ, մենք սպասում ենք տեսնենք արդյունքները ինչպիսին են, արդյունքներից եք այլ։ Կապ տեղեկություն, որ երեկվա եզրափակիչ հանրահավաքին պարոն Գագիկ Ծառուկյանը ևս ներկայ լինելու, բայց նա այդպես էլ չեղավ։ Հնարավոր է նրա բացակայությունը պայմանավորված էր ավելորդ լարվածությունից խուսափելու։ Չէ, ուրեմն տեսեք, միշտ է հնարավոր են տարբեր սցենարներ, տվյալ բան պետք է գա, պետք է չգա, դա աշխատանքային կարգով լուծվող հարցեր են։ Մեր թիմն է որոշում, քաղաքական թիմը, թե որ պահին պատեհ է, որ պահին ավելի արդյունավետ է, ուրեմն պարոն Ծառուկյանի այդտեղ գալը, ելույթ ունենալը եւ այլ։ Կապուներ դրա նախորդ օրվա բացարձակ, որևէ կապ չուներ, աշխատանքային ռեժիմով պայմանավորված, ինքը տես բան չկար, որ պետք է անպայման գա։ Հիմա կա հստակ տեղեկություն եւ կլինի Գագիկ Ծառուկյանը։ Կիմանանք, իհարկե։ Այս պահին դիտարկում որ հավասար մրցակցային պայմաններ է ստեղծվել, երբ վարչապետն ամեն օր մասնակցում է քարոզարշավին եւ քաղաքական հայտարարություններ անում, նաեւ հրավայրում ինչով զբաղվում ոստիկանությունն ահազան այդ օրը։ Հարգելի երեխեք, դա մեր երկրի վարչապետի, ինչպես նաեւ տվյալ բաղադրյալի յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչներ իրենք են որոշում ինչ մակարդակով եւ իրենց զբաղվածությունն ու ծանրաբեռնվածությունը համադրելով ինչ մակարդակով կարողանում են մասնակցություն ունենալ։ Մեր մասով պարոն Մերկումյանը լավագույնս ներկայացրեց։ Դա նրանց իրավունքն է, որից նրանք օգտվում են։ Ամեն ինչ Հակաշարժների թեման շարունակվում է, եթե հավատյան կարդացի, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշել էր, որ Ռազորյանի համար ընտրակաշարքի բաժանում ինչպես է երկրում իրավիճակը փոխվելու հայրախնդրում ամենս Ապատերեկատվությունը դուք ինքներդ որպես լրագրողներ կարող եք հարցում իրականացնել իրավապահ մարմինների եւ հասկանալ նման գործողություն եւ գործընթաց եղել է չի եղել, բայց զուգահեռաբար շատ ճիշտ կլինի միևնույն ժամանակ
գործ իրոք հարուցել եւ հրապարակայնացնել այն հանգամանքը, որ ապատեղեկատվություն են տարածում եւ փորձում են ստվերել մեր ընդհանուր գործունեության հետ կապված։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նման մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ ունի եւ ոչ էլ նմանատիպ գործողություններով հանդես է գալուց։ Առավել եւս ուզում եմ նաեւ ասել, որ բազմաթիվ անգամներ առիթ ենք ունեցել եւ մեկ անգամ եւս վերահաստատում եմ այն հայտարարությունը, որը երեկել ենք արել օրենքի ամբողջ հստությամբ, թող պատժվեն, որովհետեւ այն անձինք անկախ դրանից ինչ քաղաքական հայացքներ ունեն, որ քաղաքական ուժն են ներկայացնում, իշխանական, թե ընդդիմադիր, խորհրդարանական, թե արտախորհրդարանական օրենքի առջև թող համահավասար ձևով պատասխան տան։ Երեք արդեն քրեական գործ հարուցվել է 60,000 դրամ բաժանակ առաջարկելու հետ կապված։ Իսկ վստահ որ խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մերժել։ Վստահ եմ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից նման բան չի կարող։ Ուրեմն ես պարոն Էֆեջյանի խոսքը մի փոքր շարունակեմ, տեսեք, կա տեղեկատվություն, որ այսինչ տեղը ընտրակաշառքն մինչև վերջ գնալ, եւ եթե պարզեց, որ տեղեկատվությունը ապատեղեկատվություն է եւ միտումնավոր ապատեղեկատվություն է ցած շփոթելու, դա պետք է օրենքներով սահմանված կարգով պատժվի, որովհետեւ ով ասեց այդ ապատեղեկատվությունը ոնց ուզես կարող է մատուցի, այդ ոնց կլինի։ Օգտատերի իրանունից է գրել եւ Թող նա պարզել, ինչի հիման վրա է դա, մինչև վերջ գնալ եւ պարզել։ Իսկ չեք պատրաստում դուք դեր պարտության համար դատարան։ Իհարկե, եթե կլինի, Բայց գիտեք ինչպես, հաճախ այդ նույն օգտատերը լրագրողել է եղել, հայտարարել է, նույն խնդրել ենք ասել ենք լինքը այդ օգտատերի ուղարկեք, fake edge ինչ-որ մի գրառման մասին է խոսքը գնացել։ Չի կարելի նման մակարդակի խոսակցությունը բերել հանրայնացնել, մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնել, ժողովրդի մեջ կարծիք ձևավորել։ ներողություն, շատ ներողություն մի բան ասում եմ, տեսեք, հիմա այնքան ակտիվ են եւ օգտատերերը եւ սոցցանցերի գրառումները եւ այլն։ Եթե ընդունենք այսպիսի մի բան, բոլոր այդ գրառումներին դու ուրեմն խորությամբ փորձես արձագանքես, դա նշանակում է, որ քեզ կառավարում են։ Այսինքն դու քո ժամանակը թողած, ամբողջապես պետք է արձագանքներով զբաղվես։ Դա նորմալ է, որ քեզ կառավարեն։ Եթե լուրջ մարդկանց կողմից է հայտարարությունը, իսկ իմ դեպքում ես ճանաչում եմ տվյալ մարդուն, հանրային աշխատակից։ Շատ բարի, այդ մասով այո, բայց եթե ամբողջապես 24 ժամ նվիրես արձագանքել, նշանակում է քեզ կառավարում է թողարկանից։ Դա պետք է թողարկում են որպես հաղորդում իրավական մարմինների գործառույթ։ Ներողություն։ Նշեցիք, որ ապատեղեկատվությունը ընտրակաշառքի մասին կուսակցությունները ինչ է մենք ԲՀԿ-ի անունը կապում, ինչ որ միտում կասել է դա ինչ է կապում։ Ես այդպեսի շատ միտումներ հատուկ չեմ ասի, այդպեսի որ միտում կա թե չկա։ Կարող է լինի։ Պետք է ուղղակի դինամիկա ունենա։ Եթե դա մի դեպք կա, երկու դեպք կա, մեկ բան է։ Եթե դա 100-102 դեպք կա, դա այլ բան է։ Որ միտումի մասին խոսենք, դինամիկա ունենա։